2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինվորական ծառայությունը կկրճատվի կես տարով։ Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Ըստ ռազմական փորձագետ Վլադիմիր Վարդանովի, այս փոփոխությունը միանշանակ թուլացնելու է բանակը։ Եթե անձնակազմը ժամկետային զինծառայողների վերցնենք մոտավորապես 60%, հեշտ հաշվարկի համար եմ ասում, 60%-ի 1/4-ով պակասում է, եթե մեր զինված ուժերը վեկալենք 50,000, իր 60%-ը 30-ն է, 30,000-ից 5,000-ը պակասելու է։ Մենք ունենալու ենք 50,000-անոց զինվորական ուժի փոխարեն 45,000, 10%-ով պակասելու է մեր զինված ուժերը։ Կառավարությունը նախատեսում է հաճախացնել 25-օրյա հավաքները, սակայն փորձագետի գնահատմամբ առանց ճիշտ մոտեցման դրանք կարող են ավելի շատ վնասել, քան օգուտ տալ։ Հայաստանի Հանրապետության ռեզերվը, գործող ռեզերվը, ոչ թե ընդհանուր ռեզերվիստների թիվը 600,000 մինչև 600-650,000, գործող ռեզերվը գնահատվում է մինչև 350,000։ Ենթադրենք 100,000-ը, ասենք, անառողջ մարդիկ են եւ 250,000-ն է մեր պահեստազորը, ռեզերվը դա պահեստազորն է։ Քանի տարի է պետք, որ երկրորդ անգամ գա վարժվի այն մարդը 10 տարի 10,000 հավաքվելու դեպքում ամեն տարի այդ 250,000-ը 250-ը բաժանում ենք 10,000-ի, ստանում ենք 25 տարի մեկ։ Փորձագետը կարևորում է, որ հավաքները լինեն ամենամյա եւ նույն մասնակիցները կրկնաբար անցնեն 25-օրյա պատրաստություն, արդյունավետությունն ու պատրաստվածությունը պահպանելու համար։ Այս 150,000-ը ամեն տարի 25-օրյա հավաքներով անցնելու դեպքում դու ունես մարտունակություն ես ձեռք բերում, որ նույնիսկ կարաս քեզ թույլ տաս 1 տարի դարձնես քո զինծառայությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով, եթե վարչապետը չաներ առաջարկը, հանձնաժողովը պատրաստվում էր նույն նախաձեռնությամբ հանդես գալ, նախատեսելով ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հանրային շատ մեծ հետաքրքրություն կա եւ պահանջ կա, որ դա լիներ հունվարի 1-ից, եւ երկրորդը տեսեք, հիմա եթե մենք հունվարի 1-ից չենք անում, ամռանն ենք անում, ապա շատ մարդիկ ձգտելու են խուսափել եւ ամռանը գնալ բանակ, որը եւս մի շարք վարչարարական խնդիրներ են առաջացնելու, եւ երրորդ, ես կարծում եմ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը այդ ռեսուրսները ունի, որպեսզի մենք օրենքը տարածենք հունվարի 1-ից զորակոչվածների վրա։ Ըստ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի, իրենք հանձնաժողովին ներկայացրել են մի շարք հարցեր, պարզելու թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա են ընդունվելու որոշումները, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Բայց օրենքը չի փոխվել։ Ազգային ժողովում դեռ այդ օրենքը չի քննարկվել։ Ավանդաբար կարևոր զինված ուժերի հետ կապված, ներքին գործերի ոստիկանության հետ կապված, ազգային անվտանգության ռազմավարական կարևոր հարցերը Պաշտպանության հանձնաժողովում ունենում են փակ աշխատանքային տևական ժամանակ քննարկում, որտեղ բոլոր հարցերը դրվում են, բայց որևէ քննարկում չի եղել։ Հետաքրքիր է, որ Հարավային Կովկասի ռազմական քարտեզին մենք միակ պետությունն էինք մնացել, որտեղ պարտադիր ժամկետային ծառայությունը 2 տարի էր։ Ադրբեջանում այն 1.5 տարի է, բու հավարտածների համար 1 տարի։ Խորհրդարանում քննարկումներ կան ժամկետն ավելի կրճատելու մասին։ Վրաստանում ընդհանրապես մարտական ստորաբաժանումներում ծառայությունը 6 ամիս է, անվտանգության եւ մարտավարման ստորաբաժանումներում 8 ամիս։ Վրաստանում ի դեպ պարտադիր ժամկետային զինծառայությունը 9 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է այս տարի հունվարի 1-ից։ Հենց զինված ուժերում բարեփոխումների քննարկումը, որ 1 տարի առաջ սկսել էին Թբիլիսիում, շարունակելու համար են կրկին հանդիպում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Մոնիկա Հայրոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։